Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Պարոն Պապյան, ինչպես է գնահատում ԱԺԲ-ի շանսերը այս թեժ քարոզարշավին։ Ես գնահատում եմ ԱԺԲ-ի շանսերը բավականին դրական, որովհետև վերջի տարիների զարգացումները ցույց են տվել, որ ազգային ժողովրդավարական բևեռը այն սակավ, եթե չասեմ միակ քաղաքական ուժն է եղել, որը պարբերաբար պայքարի մեջ է եղել, պայքարել է տարբեր դրսևորումներով, հրապարակներում, փողոցներում, պայքարել է իր լոբինգում տարբեր երկրներում, մասնավորապես Վաշինգտոնում եւ Լոնդոնում ու Բրյուսելում, եղել է բաց, մշտապես հաշվետվություն է եղել անուն ֆինանսական նվիրատվությունների վերաբերյալ, հանդես է եկել ցանկացած հարցի վերաբերյալ, կարևոր հարցերի վերաբերյալ, վճռորոշ հարցերի վերաբերյալ ազգային ժողովրդական բևեռի խորհրդի պաշտոնական հայտարարություններով, ամեն 5 շաբթի օրը ունեցել է ուղիղ եթեր, որը հնարավորություն է տվել բոլորին դիմել եւ պատասխաններ տալ եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք եղել ենք պայքարի մեջ, բնականաբար սա մեզ համար պայքարի փուլերից եւ դրսևորումներից մեկն էր, մենք պիտի լինեինք պայքարի մեջ, հատկապես երբ որ մենք ունենք հստակ գաղափարներ, որոնք էապես տարբերվում են քաղաքական մյուս ուժերի դիրքորոշումներից։ Դրա համար ես գնահատում եմ, որ հասուն հասարակությունը պիտի ընտրի հասուն ազգային ժողովրդական բևեռ նման կուսակցության եւ քաղաքական հստակ դիրքորոշում ունեցող թիմի։ Պարոն Պապյան, եթեր մտնելն ինչ կապ ունի, երբ որ դուք երբևէ օրինակ անցողիկ շեմը չեք հաղթահարել։ Իսկ ով է հաղթահարել։ Նախորդ ընտրությունների ժամանակ 25 կուսակցություն էր մասնակցում, մենք 6-րդն ենք, մենք մեզանից առաջ ընդամենը 5 կուսակցություն էինք թողել եւ մեզանից հետո 19 էինք թողել, այսինքն դա բավականին լավ դիրք էր, այսինքն 6-րդ տեղը 25-ի մեջ, սա մեկ, Հայաստանի 128 գրանցված կուսակցությունների մեջ մենք էլի 6-րդն ենք, սա հաշվի առնելով այն պարագային, երբ որ մեր եւ ձայներն են խլվել եւ մշտապես հալածանքի տակ են գտնվել եւ մենք եղել ենք տեղեկատվական շրջափակման մեջ։ Հետևաբար չգիտեմ ինչի այդ սխալ հարցադրումն են անում, չաշակում չեք անցել։ Բնական է, ընդամենը 2 կուսակցություն է անցել նախորդ ընտրությունների ժամանակ։ Իսկ ընդամենը 2 կուսակցություն են հաղթարել 5%-ը։ Հիմա ասեք, որ բացի այդ 2 կուսակցությունից որևէ մեկ իրավունք չունի մասնակցելու, դեռ չի անցել։ Չեք ասում, չէ՞։ Չէ, չեմ ասում իրավունք չունեք մասնակցելու, ես բնավ չասացի, որ իրավունք չունեք մասնակցելու։ Չասեք ինչու եք մասնակցում, ես ասում եմ, որտեղ մենք հաջողություն ենք ունեցել։ Եթեր մտնելն ինչ կապ ունի։ Մի րոպե, դուք հաջողությունը ուզում եք ներկայացնել որպես ձախողում։ Հասխալ հարցադրում։ Ես ասում եմ, որ մենք հաջողություն ենք ունեցել, որովհետև 25 կուսակցության մեջ 6-ն ենք եղել։ Մեզանից առաջ ընդամենը թողել ենք 5 կուսակցություն, որոնց 3-ն էլ խորհրդարան են մտել։ Պարոն Պապյան, իմ հարցը շատ պարզ էր եւ առանց ենթատեքստի ասացի, որ ընդամենը անցողիկ շեմը չեք հաղթահարել նախորդ անգամ։ Ես էլ ասում եմ 19 այն կուսակցություններից, որոնք հիմա մասնակցում են։ 50-ը կարող է լինել։ Չէ, մի րոպե, արի հարց տան։ 19 կուսակցություններից, որոնք այսօր մասնակցում են, քանիսն են նախորդ անգամ հաղթահարել անցողիկ շեմը, ընդամենը 2-ը։ Ուրեմն այն 17-ին էլ խնդրեմ նույն հարցը տակ։ Ինչու են մասնակցում, հատկապես երբ որ 30 հոգի մարդ ունեն նկարվելու համար, հիմնականում մենատնտես քաղաքական գործիչներ են, որոնց կամ ստեղծել են, դաշտ են մցրել ուրիշներից մասնարապես մեզանից ձայն խլելու համար, կամ հանդես են գալիս պարզապես ինչ-որ սեփական էգոյի բավարարման, որի ֆինանսավորումը էլի անհայտ աղբյուրներից է, որտեղ եթե կուսակցությունը ընտրություններից ընտրություն է մասնակցում կամ ստեղծում ընտրության շեմին, դա խիստ կասկածելի գործունեություն է։ Պարոն Պապյան, դուք ձեր շանսերը իշխանություն վերցնելու բարձր եք գնահատում, թե ոչ։ Եթե իշխանություն վերցնել ասելով դուք նկատի ունեք 50 եւ ավել տոկոս, ես դա իրատեսական չեմ հավանում։
Ինչպես նաև իրատեսական չեմ անում, որ որևէ քաղաքական ուժ կա այսօր, որ 50 եւ ավել տոկոս կարող է հավաքի ներառյալ քաղաքացիական պայմանագիրը կամ ուժեղ Հայաստանը։ Նրանցից ոչ մեկը 50 եւ ավել չի հավաքի։ Մեզ համար խնդիրը դրված է հետեւյալը. այսինքն տարբեր պատճառներ կա։ Ես ասեցի մասնակցություն, մեր գաղափարների տարածում, քաղաքական պայքարի դրսևորում, բայց ես գտնում եմ, որ խորհրդարան մտնելու մեր հնարավորությունները բավականին իրատեսական են։ Եվ դա մենք համարենք պայքարի այս փուլի համար ոնց որ ասած հաջողություն, հաղթանակ, որովհետև այս խորհրդարանը սա էլ թող արձանագրվի, միևնույնն է երկար կյանք չունենալու, որովհետև այն պահին, երբ որ Ռուսաստանի դիրքերը վերջնականապես կթուլանան Հարավային Կովկասում եւ Իրանում կլինի իշխանափոխություն, հաջորդ իշխանությունը աշխարհաքաղաքական պահանջների առումով պիտի լինի ազգային իշխանություն Հայաստանում, այդ դեպքում մեր շանսերը իսկապես կավելանան, էապես կավելանան, որովհետև մենք այն հետևողական ազգային ուժն ենք, որը տարիներ ի վեր պայքարել է եւ դրա համար հալածվել է եւ նաեւ արդյունք հատվել իր պայքարի ընթացքում։ Եվ քանի որ դուք տվեցիք ֆավորիտ քաղաքական ուժերի անունները, ձեզ համար առավել ընդունելի է ԱԺԲ-ի համար առավել ընդունելի է համագործակցել ՔՊ-ի թե ուժեղ Հայաստանի հետ։ Ես այդ հարցին պատասխան տվել եմ մի անգամ, թեև իմ խոսքերը բնականաբար կեղծվել են, ես ասել եմ, որ շատ շատերի համար, ասում եմ շեշտել, շատ շատերի համար նախընտրելի կլինի Սամվել Կարապետյանը, որովհետև ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ասենք նա Հայաստանը թրքացման չի տանում։ Իսկ բնական է, որ թրքացումը կոչել շարժ դեպի արևմուտք առնվազն սխալա եւ խափուսիկ է։ Այս երկուսից ոնց որ ասած որևէ մեկի համար մենք քվե չենք տալիս եւ կոչել չենք անում մեր համախոհներին։ Կոչ ենք անում համար 8-րդին քվե տալ, այն է ազգային ժողովրդավարական բևեռին։ Բայց կրկնում եմ, թրքացումը շատ ավելի անընդունելի է, քան ենթադրյալ ռուսական ազդեցության ուժեղացումը։ Էլ եմ ասում ենթադրյալ, մենք չգիտենք ինչ է լինելու, բայց որ Նիկոլ Փաշինյանը տանում է թրքացման, դա արդեն բացահայտ է։ Այդտեղ կասկած լինել չի կարող։ Իսկ ձեզ համար բացահայտ չէ, որ Սամվել Կարապետյանը հայտարարում է ավելի է խորացնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ոչ, բացահայտ չէ, որտեղ հայտարարությունը մի բան է, իրական քաղաքականությունը մի բան։ Դու չես կարող ավելի խորացնել հարաբերությունները մի ուժի, մի կայսրության հետ, որը անկումի մեջ է եւ նահանջի մեջ է։ Եվ նաեւ կան հակակշիռ ուժեր։ Իսկ ցավոք սրտի Թուրքիան, որը հենց Ռուսաստանի թողտվությամբ մտնում է Հարավային Կովկաս, բնավ անկումի մեջ չի։ Իր խորժակը բավականին բացված է եւ համագործակցությամբ Ադրբեջանի հետ իրենք իրականացնում են Հարավային Կովկասում սեփական պանթուրքիստական քաղաքականությունը, որի նպատակներից մեկն է Հայաստանի որպես ինքնուրույն պետականության եւ հավաքական գոյություն վերացումը։ Իսկ ձեր ասածը կրկնում եմ ենթադրություն է, որտեվ այդ նայեք իմ ասածը չէ, ներողություն, իմ ասածը չէ։ Ինչ է նշանակում ավելի կխորացնի։ Այդ որ մասով խոր չենք։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի 8 տարվա ղեկավարության ընթացքում ինչա հապկից ենք դուրս եկել, ԱՊ-ից ենք դուրս եկել, Եվրասիական տնտեսական միությունից ենք դուրս եկել, մեր տնտեսական կախվածությունը ռուսական շուկայից թուլացել է թե շատացել է։ Իհարկե շատացել է, 3.5 անգամ շատացել է։ Թույլ են այդ պատկերացումները իբր թե հիմա Ռուսաստանը չունի Հայաստանում բացարձակ անմրցելի վերահսկողություն, այդ Նիկոլ Փաշինյանի հեքիաթներն է, որ մենք հիմա ավելի ինքնիշխան ենք, մենք հիմա շատ ավելի կախված ենք Ռուսաստանից եւ մի քանի անգամ շատ ավելի կախված ենք Թուրքիայից եւ Ադրբեջանից, քան երբևէ։ Մենք հիմա շատ ավելի պակաս ինքնիշխան ենք։ Այո, կտրեմ ձեր հաջորդ հարցը։ Նախ արձանագրեմ, որ դա իմ ասածը չէ, ես հենվում եմ Սամվել Կարապետյանի հայտարարությունների հիման վրա, որ նա ասում է մենք պետք է մեր դաշնակցի հետ մեր հարաբերությունները վերականգնենք եւ այլն, եւ խորացնել նկատի ունեի այն, որ Սամվել Կարապետյանը հայտարարում է, որ Ռուսաստանը պետք է երաշխավոր լինի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում։ Պարոն Պապյան, հիմա
մի հակադարձող հարց։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ում է երաշխավոր բերում հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղությանը, որ ասում է հաստատվել է։ Իմ կարծիքով միայն Ալիևի բարի կամքը։ Ուրիշ բան չկա, անգամ Ռուսաստանը չկա երաշխավոր։ Իսկ երբ որ դու Ալիևի բարի կամքին ես ապավինում, դա շատ ավելի վատ է, քան այլ որևէ տարբերակ։ Ռուսաստանը չի կարող լինել երաշխավոր, որովհետև Ռուսաստանի շահերը հակոտնյա են Հայաստանի Հանրապետության շահերի հետ։ Ռուսաստանի համար Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններն ավելի կարեւոր են։ Ես կրկնում եմ ինչ որ ասեցի, ասելն ուրիշ է, իրականությունն ուրիշ է։ Չի կարող թուլացող երկրի ազդեցությունը ուժեղանալ։ Այս բայց այնուհանդերձ Կարապետյանը ինչ կուզի անել, ուզենալ ուրիշ է, կարենալ ուրիշ է։ Այո։ Այնուհանդերձ դուք աջակցում եք, ավելի ճիշտ ոչ թե աջակցում եք, ձեզ համար ընդունելի է այն ուժը, որը փորձում է Ռուսաստանին բերել այստեղ երաշխավոր։ Ոչ, ես կրկնում եմ, բերելը, փորձելը ուրիշ է, կրկնում եմ, հեռացող, թուլացող Ռուսաստանը թուլանալու է։ Հիմա 2026 թիվն ենք, անկախ նրանից ով կլինի Հայաստանում իշխանություն, 28 թվին Ռուսաստանի իշխանություն ազդեցությունը թույլ է լինելու, անկախ ով ինչ է ուզում։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանը լինի, Հայաստանը վերածվելու է ադրբեջանական պրոտեկտորատի 100,000-ավոր, ի սկզբի համար մի քանի տասնյակ հազարավոր ադրբեջանցիների ճակերտավոր վերադարձի, ռազմատուգանքների եւ թուրքերին հարմարվելու քաղաքականությամբ։ Սա է, որովհետև կրկնում եմ, մի կողմից մենք ունենք հաստատապես թուրքացման գործընթաց, մյուս կողմից մենք ունենք ենթադրաբար տարբեր մարդիկ եւ հայտարարությունների վրա խարսխված ռուսական ազդեցության մեծացում։ Այո։ Բայց մարդը կանգնում եւ հայտարարում է, դուք ինչի չեք ուզում, ինչ եք համոզում, որ Սամվել Կարապետյանը չի ուզում այն, ինչի մասին հայտարարել է։ Ես ուզելու մասին բան չասացի, ընդհակառակը ես ասի, անկախ ինքը ինչ ուզում է, դա չի լինելու, ես փաստ եմ արձանագրում։ Կրկնում եմ նորից, Սամվել Կարապետյանը շատ բան կարա ուզի, Պուտինը շատ բան կարա ուզի, թուլացող, կրկնում եմ, թուլացող կայսրության ազդեցությունը չի կարող ուժեղանալ, վերջ։ 2 տարի հետո ինքը կարող է ասի տարբեր, ես էլ կարող եմ շատ բաներ հայտեսել, ուզում եմ, որ Հայաստանի ազդեցությունը Լատին Ամերիկայում շատ ուժեղանա եւ հայտարարում եմ դրա մասին, բայց իմ հայտարարությունները, Հայաստանի կարողությունները 2 տարբեր բաներ են։ 2 տարի անց ինչ է լինելու, պարոն Պապյան, որ ասում եք 28 թվին Ռուսաստանը էլ ավելի է թուլանալու։ Ռուսաստանը ակնհայտորեն տնտեսական խորագույն ճգնաժամի մեջ է, քաղաքական մեկուսացման մեջ է, դեմոգրաֆիկ լրջագույն խնդիրների առջև է կանգնած եւ ռուսական կայսրության փլուզման հերթական փուլը լինելու է։ Այսօր արդեն մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ամեն առումով թուլանում է։ Ռուսաստանին այսօր փրկում է եւ պահում է Ամերիկան, որովհետեւ Ռուսաստանի անվերահսկելի տրոհումն ու կործանումը վերելու է Չինաստանի ուժեղացման, որը բնավ ցանկալի չէ Միացյալ Նահանգների համար։ Միացյալ Նահանգները նախընտրում են կառավարելի քաոսի տեսությունը, այն է աստիճանաբար թուլացնելով գնալ։ Եթե Ուկրաինայի այն հայտարարությունները, որ ֆլամինգո եւ այլ այդ հրթիռները իսկապես ոնց որ ասած այն տվյալներ ինչ որ հայտարարվել է կան, ապա նշանակաբար Ռուսաստանի ճակատագիրը շատ դառնաղետ է լինելու, շատ։ Պարոն Պապյան, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը թրքացման է տանում ձեր սիրելի Ֆրանսիայի հետ ռազմավարական համագործակցության հուշագիր ստորագրելով։ Հուշագիրը ոչ իրավական, ոչ քաղաքական առումով ոչինչ չնշանակող փաստաթուղթ է, դա քաղաքական կենաց է։ Այ երբ որ միջպետական պայմանագիր կստորագրվի, որը կվավերացվի Ֆրանսիայի խորհրդարանի կողմից եւ կհաստատվի նախագահի կողմից եւ նույն դեպքում ես էժանա գոնե կասեմ մենք թուղթը ունենք, գոնե թուղթը, այսօր մենք ոչինչ չունենք բացի քաղաքական կենացից։ Հա, բայց այդ պայմանագիրը ռազմավարական համագործակցության դաշնակցային պայմանագիրը շփթփ չի ստորագրվում, ամեն ինչ այդ հուշագրերից չի սկսվում։ Երբ որ այդ սկսել է ինչ որ մի բանի կհասնի, կտեսնենք Նիկոլ Փաշինյանը այնքան բան է սկսել, որ ավարտի չի ասել։ Դեռևս 3 տարի առաջ սկսել էին, թե 4 տարի առաջ
ցելոֆանե տոպրակները թղթի տոպրակներով փոխարինեցին, չէ, տարական հարց չեն կարող լուծեն, ոնց այդ կլուծեն, 10 միլիոն ծառ պետք է տնկեին Հայաստանում, տնկեցին, չտնկեցին, ուզում եք ես այդ մի տասնյակ բան ֆտեմ, ասում է 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ են կառուցում, ծրագրի անունն է այցել, կառուցած դպրոցները 35 են, նորոգած դպրոցները 25 ընդամենը, բայց խոսում են 300-ի մասին եւ այլն, դրա համար եկեք փաստերով առաջնորդվենք, ոչ թե քաղաքական հայտարարություններով, հուշագիր, գիտեք ինչ հուշագրեր ենք ստորագրվել մենք ժամանակին, ինչ միլիարդավոր դոլարների ներդրումների, հուշագիրը կրկնում եմ, դա իրավական փաստաթուղթ չէ, հուշագիրը դա ցանկությունների մտադրություն մասին է, այսինքն կենաց, լավ կլինի, որ լինի, կրկնում եմ, երբ որ կստորագրեն այդ փաստաթուղթը, որտեղ նույն հաջողությամբ ես ձեզ կարող եմ ասել, մենք Ռուսաստանի հետ արդեն իսկ ունենք ստորագրած ստրատեգիական ոչ թե գործընկերության, այլ դաշնակցության մասին փաստաթուղթ союзничество, ուրեմն պետք է ասենք, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, ելքը չէ, հետևաբար թուղթը դեռ ոչինչ չի նշանակում, երբ որ Ֆրանսիայի հետ կստորագրենք, երբ որ կվավերացնի, ու մենք գետնի վրա կտեսնենք, որ դա արդյունք տալիս է, կասեմ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը արդյունք տվեց, առայժմ աչքը տեսածից է վախենում, ես վախենում եմ նրանից, որ ինքը միշտ մի բան է ասում, վերջը մենք լրիվ դրա հակառակ արդյունքն ենք ստանում։ Պարոն Պապյան, հնարավոր է անվտանգություն, խաղաղություն ապահովել բազմավեկտոր կենտրոններին ներգրավելով, հա, հիմա խոսույթ կա Չինաստան, Ամերիկա, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, առաջարկում են Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը, սա ինչպես կմեկնաբանեք։ Ոչ, դա հնարավոր չէ, մենք նման քաղաքականություն իրականացրել ենք այն ժամանակ, երբ որ հնարավոր էր, այսինքն կոմպլիմենտար փող լրացման քաղաքականություն, դա 2000-ականների սկզբին էր, դա հնարավոր էր, որտեղ 2000-ականների սկզբին ձեր նշած կենտրոնների մեջ կար որոշակի համագործակցություն, հիմա հակառակն է, ձեր նշած կենտրոնները մրցակցության մեջ են, անգամ ուղղակի կամ անուղղակի դիմակայության եւ պատերազմի, հետևաբար այդ ամբողջը բարի ցանկությունների շարք է, դա չի կարող լինել, այսինքն եթե Չինաստանի ու Միացյալ Նահանգների շահերը բախվում են եւ հարաբերությունները լարված են եւ Իրանի պատերազմը նաեւ դրանով էր պայմանավորված, որտեղ պետք է Չինաստանին զրկել նավթի մատակարարումից, եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները համարյա թշնամական են Եվրոմիության եւ Միացյալ Նահանգների իսկ Ռուսաստանը, այսինքն Հայաստանը ինչ է իրենից ներկայացնում, որ Հայաստանը կարողանա չգիտեմ, ես բոլոր շահերը համադրի, չի կարող նման բան լինել, էլի մենք բարի ցանկությունից տիշնենք ներքև, ընդհակառակը, դա փուլում հնարավոր է, նայել տեսնել, որ երկիրն ի վիճակի ունի բավարար քաղաքական, տնտեսական, ռազմական կարողություն Հայաստանում իրականացնելու կրկնակի զսպման քաղաքականություն, այսինքն զսպելու Թուրքիային եւ զսպելու Ռուսաստանին, աշխարհում մի երկիր կա, որ այդ հնարավորությունն ունի, դա Միացյալ Նահանգներն է, մենք կարողանանք Միացյալ Նահանգներին համոզել, խնդրել, խաբել, սիրաշահել, չգիտեմ, իր շահերը ցույց տալ, բերել մեր տարածաշրջան, մենք ապագա կունենանք, չենք կարողանա, չենք ունենա, այլ երկիր չկա, անգամ Եվրոմիությունն ու Ֆրանսիան ի վիճակի չեն Հայաստանի ամբողջական անվտանգությունը տնտեսական զարգացումն ապահովել, որտեղ Եվրոմիությունը տնտեսական ուժ է, բայց ռազմականապահական առումով դեռևս թզուկ է, ճիշտ հաջող թզուկ է, ուժերը հավանում, բայց հազիվ կարողանում է Ուկրաինային բավարարել եւ մտածել իր ապագայի մասին պաշտպանվելու։ Այլ Պարոն Պապյան, ես նայում եի ձեր կողմից հրապարակված, ԱԺԲ-ի կողմից հրապարակված հոլովակը, որտեղ ձեր թիմակիցներից նշում էին, որ Հայաստանը պետք է առաջին հանրապետության իրավահաջորդը լիներ, որովհետև փաստաթղթեր ուներ, Ալիևի դեմ կդներ, Ալիևը հակա փաստաթղթեր չուներ դրան, դուք որ գաք իշխանության հռչակելու եք Հայաստանը առաջին հանրապետության իրավահաջորդ, թե ոչ։ Բնականաբար, որովհետև Հայաստան առաջին հանրապետության իրավահաջորդն է, դա հռչակումով չի,
Դա միայն տգետները կարող են ասել, որ հռչակել ենք այսպես իրավահաջորդությունը լինում է պետությունների միջև։ Սովետական Հայաստանը չի եղել պետություն, նա եղել է վարչատարածքային միավոր, հետևաբար պետությունը չի կարող լինել վարչատարածքային միավորի իրավահաջորդը։ Եվ այդ իսկ պատճառով մեր հարևան եւ Վրաստանը եւ Ադրբեջանը իրենց հռչակել են իրենց առաջին հանրապետության իրավահաջորդը, լավ հասկանալով, որ սովետական Վրաստանը, սովետական Ադրբեջանը չէին կարող իրանանախորդ լինել։ Սա մեկ, բայց կա շատ կարևոր գործնական հարց, որի մասին իշխանությունները չեն խոսում։ Դա այն է, որ Ադրբեջանը արդեն իսկ Հայաստանի դեմ իրավարարության միջազգային դատարանում Permanent Court of Arbitration 2 հայց ունի ներկայացրած, որը մեղադրում է Հայաստանին Արցախի տարածքը այն է Ադրբեջանի տարածքը ըստ իրեն օկուպացված լինելու համար եւ պահանջում է փոխհատուցում խոսքի խորքի մեջ ռազմատուգանք միակ տարբերակը դիմակայելու եւ դատարանում չընթարկվելու ինչպես Ալիևն է ասում 150 միլիարդ դոլարի այդ պահանջներին դա այն է որ Հայաստանը իրավահաջորդը լինի եւ դատարանով դա պիտի ամրագրվի առաջին հանրապետության եւ առաջին հանրապետության սահմանները եւս դատարանով պիտի հստակեցվի որ Լեռնային Ղարաբաղը, Դաշտային Ղարաբաղը եւ Նախիջևան Հայաստանի հանրապետության մաս են, որպեսզի Հայաստանը խուսափի ռազմատուգանքներից Հակառակ դեպքում Ալիևը ճանապարհով գնում է, այո, բազմաթիվ անգամներ Նիկոլ Փաշինյանը իրեն հայտարարել է իբր սովետական Հայաստանի սահմաններն են հիմա դոշին կպցրած մի հատ քարտեզով ման է գալիս, բայց դուք երբևէ լսել եք որ Ալիևը ասած լինի որ ինքը ճանաչում է Հայաստանը սովետական Հայաստանի սահմաններով կամ Ադրբեջանը սովետական Ադրբեջանի սահմաններով ոչ չի ասել, այլ ընդհակառակը իրենց սահմանադրության մեջ իրենց 91 թվականի հոկտեմբեր 18-ի հռչակագրի մեջ 91 թվական, չէ, հոկտեմբեր, օգոստոս 18-ի եւ օգոստոս 30-ի акт о восстановлении государственной независимости, այսինքն վերականգնման մասին պետականության Գերագույն Սովետի հայտարարությունների մեջ իրենց հայտարարել են առաջին հանրապետության իրավահաջորդը։ Հետևաբար մենք ուզենք թե չուզենք դա մեզանից չի կախված։ Եթե դիմացինը քո հետ չի նստում բանակցելու սովետական սահմանների առումով եւ ինքը տանում առաջին հանրապետություն, ոչ միայն քեզ կանխելու համար, ապագա այդ բաները ռազմատուգանքներ եւ կրկնում եմ, անցյալ տարի հուլիսի 4-ին լսեք Ալիևի ելույթը Ստեփանակերտում թուրքական պետությունների տնտեսական համագործ համաժողովի ժամանակ։ Թիվը հնչեցվել է 150 միլիարդ։ Դուք պատկերացնում եք դատական վճիռ 150 միլիարդի Հայաստանի դեմ։ Դա Հայաստանի կործանում է։ Թեկուզ խաղաղության կործանում է։ Նիկոլ Փաշինյանը ասում է խաղաղություն են բերել։ Ում է պետք է խաղաղությունը, որը հանգեցնելու է Հայաստանի կործանմանը։ Ինչ տարբերություն Հայաստանը ոնց է կործանում 150 միլիարդ վզին դնելով է կործանվում, թե պատերազմի ճանապարհով է կործանվում, որը քիչ ավելի հավանական է, որտեղ պատերազմը Ալիևը լավ է հասկանում, որ բերելու է ծանր կորուստներ իր համար բոլոր առումներում, այդ թվում նաև միջազգային դատապարտում, դիմադրություն եւ այլն։ Իսկ ռազմատուգանքների հարցը դա հեշտագույն ճանապարհն է եւ մեր իշխանությունների իհարկե մեր ճակերտների մեջ սիրով ընթառաջում է եւ հայտարարում է Արցախը որպես Ադրբեջանի մաս, որտեղ հիմք ընդունում Ալիևը եւ այդ դատավարությունները առաջ է տանում։ Դա համար իրավահաջորդությունը միակ ճանապարհն է կանխելու այդ ամբողջը։ Գոնե կանխելու, գոնե եղածը պահելու համար։ Այո։ Պարոն Պապյան, առաջին հանրապետության տարածք ինչքան է հռչակելու 165,000 քառակուսի կիլոմետր, որը միջազգայինորեն ճանաչված սահմաններն է։ Երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմանները ինչ է նկատի, ես չգիտեմ։ Հայ-վրացական եւ հայ-ադրբեջանական ինչ պայմանագիր կա, որով այդ սահմանները դելիմիտացվել եւ դեմարկացիայի ենթարկվել։ Մենք հասկանանք, էլի, միջազգային որ փաստաթղթով։ Իսկ ես որոնք ասում են, եթե ինձ համար երբ որ ասում են միջազգայինորեն եւ դատարանը եւս ասում է միջազգայինորեն ճանաչված, ուրեմն դու այն միջազգային փաստաթղթերը, որոնք պիտի դնես Սևանով, որոնք որոշվել են այդ սահմանները։ Իսկ Ադրբեջանի այդ սահմանը որոշվել է ազգերի լիգայի 20 թվականի փետրվարի 24-ի առաջարկ զեկույցով եւ կից քարտեզով եւ այլն։ Այո։ Պարոն Պապյան, ում եք ներկայացնելու տարածքային պահանջներ, ով է հաշվի նստելու այդ դեպքում Հայաստանի հետ։ Ում եք ներկայացնելու
շատ հստակ է միջազգային իրավունքը ՄԱԿ-ի դատարանին արտադրեցող միջազգային դատարանի տարածքային պահանջներ ոչ մեկին պետք չի ներկայացնել ՄԱԿ-ի դատարանը իր կանոնադրության 36-րդ հոդվածի երկրորդ մասով հստակ ունի իրավասություն որոշելու փաստաթղթի ուժի մեջ գտնվել լինելը թե ոչ, ինչպես նաև եթե խախտվել է ոնց որ ասած ինչ հետևանքներ է ծնել, պարզապես պետքա հայց ներկայացնել հետևյալ պահանջով. արդյոք մասնավորապես օրինակի համար կավ բյուրոյի որոշումը իրավասու էր որոշելու Հայաստանի նույն Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին, դա դու փաստաթղթի կարգավիճակ ես ուզում, արդյոք կա որևէ միջազգային փաստաթուղթ, որը որոշում Հայաստան-Ադրբեջան սահմանը, եւ արդյոք ազգերի լիգայի համապատասխան զեկույց առաջարկը ստեղծում է իրավական հիմք Հայաստանի տիտղոս այդ տարածքի վրա ճանաչելու համար, որից հետո երբ որ այդ որոշումը կայացվում է, ներկայացնում ես ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, որովհետեւ նույն ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն անվտանգության խորհուրդը պարտավոր է իրականացնել ՄԱԿ-ի դատարանի որոշումները։ ՄԱԿ-ը երկու մարմին ունի, որի որոշումները պարտադիր են բոլորի համար։ Մեկը դա բարձրագույն քաղաքական մարմինն է, անվտանգության խորհուրդը, մյուսը բարձրագույն դատական մարմինն է, դա միջազգային դատարանն է։ Մնացած այն 4 կառույցները չունեն նման կարգավիճակ։ Այո։ Պարոն Պապյան, պարզապես ձեզ հիշացնեմ, որ այդ նույն ՄԱԿ-ը իր դատարաններով եւ բանաձևերով ոչինչ չկարողացավ անել, որ արցախցիների ոչ թե տարածքայինի հետ կապված հարցերը լուծել, այլ միջազգայինորեն ճանաչված իրավունքները կարողանար պաշտպանել իրենց տներում apրելու, իրենց լեզվով կրթվելու, իրենց հավատը դավանելու հետ կապված Արցախի հանրապետության տարածքում։ Հետաքրքիր է թե դուք այդ նույն ՄԱԿ-ից ինչ ակնկալիքներ ունեք Թուրքիայի միջազգայինորեն ճանաչված տարածքից վերցնելու եւ Հայաստանին տալու։ Հիմա գանք առաջին սխալ եւ թյուր պատկերացում եւ պնդում, ինչպես հաճախ եք անում, նարեկ ես ձեզ ասեմ, ուրեմն ՄԱԿ-ի դատարանը որոշում է կայացրել, դատարանը այն չի իրագործում, եթե իմ նախորդ պատասխանը լսեք, ես ասեցի, պիտի դիմի անվտանգության խորհուրդ, այն ինչ որ չարեց Հայաստանը, ՄԱԿ-ի դատարանը որոշում է տալիս, կես տալիս է իրավունք Եվ կարծեմ 92-րդ հոդվածն է, որով դու հենց երկրորդ մասով այդ պիտի ներկայացնես անվտանգ չես ներկայացրել, չես ստացել ոչինչ, բնական է, ավելին դու ոչ միայն չես ներկայացրել դատարանը ի որոշումի կատարածելու, այլ հիշեցնեմ ձեզ, որ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որը Ֆրանսիայի նախաձեռնությամբ էր գումարվել, Նիկոլ Փաշինյանը ժամեր առաջ հայտարարեց, որ այդտեղ վտանգված չէ հայության քաղաքացիական անձանց ճակատագիրը Հետևաբար, երբ որ դու ունես դատական վճիռ, բայց հետամուտ չես կուն, ոչինչ չեք կարող ստանալ։ Այ եթե դուք հիմա քաղաքացիական դատարանում հաղթեք դատը, բայց այսինքն դատական ակտերի հարկադիր կատարման վարչության դա չփոխանցել, տանեք դնեք ձեր բարձի տակ, հաստատ ոչինչ չեք ստանա։ Դա Հայաստանի իշխանությունների մահապաշրջափակման մասին եմ գալի։ Հայաստանի իշխանությունների հանցավոր անտարբերության, միգուցե հանցագործության հետևանք էր, որ այդ որոշումը ի կատար չացվեց։ Ես տեղեկություն ասեմ ձեզ, որ ՄԱԿ-ի դատարանի որոշմամբ 50-ից ավել տարածքային վեճեր կան լուծված եւ հենց այս պահին դատարանը քննարկում է Վենեսուելան ընդդեմ Գայանայի տարածքային վեճի հարցը 160,000 քառակուսի կիլոմետրի շուրջ։ Հիմա գանք Թուրքիային, ինչ որտեղ հենց 160,000 Թուրքիայի։ Դուք ասեցիք Թուրքիայի միջազգայինորեն ճանաչված սահմաններ։ Էլի ճիշտ չի, Թուրքիայի միջազգայինորեն ճանաչված սահմանների մեջ Հայաստանին հատկացված Վիլսենյան վճռով տարածքները չեն մտնում։ Չեն մտնում։ Ես ձեզ ցույց կտամ ազգային ներողություն։ Թողեք պատասխանեմ մի րոպե։ Որովհետև կիսատ է մնում։ Ուրեմն ասեմ ձեզ, ազգային լիգայի նաև քարտուղարության կողմից 1927 թվականին տված պաշտոնական քարտեզը եւ դուք կտեսնեք, որ Վիլսենյան Հայաստան պատկանում է գրած է Soviet Union, որտեղ Հայաստան օկուպացվել էր ՍՍՍՐ համար սա մեկ։ Մյուսը ձեզ խորհուրդ կտամ ծանոթանալ 1927 թվականի հունվարում ամսին Սենատում քննարկումների Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների վերահաստատման մասին փոքր Լոզանի պայմանագիրը, որը Միացյալ Նահանգները մերժեցին
ասելով, որ Ուիլսոնի իրավարար վճիռը ուժի մեջ է, եւ քանի դեռ Թուրքիան օկուպացված է պահում, ի կատար չի ասում այդ վճիռը, այն չի կարող հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Առնվազն Միացյալ Նահանգների մասով մենք կարող ենք ասել, որ Միացյալ Նահանգները չեն ճանաչել գոնե հայ թուրքական սահմանը։ Դա սենատի մակարդակով 1927 թվականին նայեք հոկտեմբեր 18-ի նիստի որոշումները եւ առ այսօր Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների միջեւ չկա դե յուրե դիվանագիտական հարաբերությունների վերահաստատման մասին փաստաթուղթ, կա ժամանակավոր կնքված modus vivendi միջգերատեսչական համաձայնություն, որը 27-ից 33 թվականներն է գործել, որից հետո ցանկացած հարաբերություն Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի միջեւ անօրինական է։ Սա է իրականությունը։ Եվ պարոն Պապյան, ինչ է կանելու, եթե կաք իշխանության 102-րդ ռազմաբազայի հետ։ 102-րդ ռազմաբազան ոնց որ ասած իր արդեն ժամկետ անց է, իր գործողությունները չի իրականացնում, եւ չի էլ կարող։ Հետևաբար առաջին հերթին մենք Միացյալ Նահանգների հետ կնքում ենք ՆԱՏՕ-ի ոչ անդամ կամ ստանում ենք Միացյալ Նահանգների կոնգրեսի կողմից ՆԱՏՕ-ի ոչ անդամ ԱՄՆ-ի հիմնական դաշնակցի կարգավիճակ, որը հնարավորություն է տալիս ռազմական հարաբերություններ զարգացնել Միացյալ Նահանգների հետ, բայց դեռևս առանց ռազմական տեղակայման։ Զարգացնում ենք այդ հարաբերությունները 1-2 տարի, որից հետո ստորագրում ենք առանձին պայմանագիր արդեն Հայաստանի տարածքում ամերիկյան ռազմաբազայի տեղակայման մասին, ինչպես կար օրինակ Կրղզստանում մանասոթական եւ զուգահեռաբար մի որոշ շրջան Կրղզստանում կար ռուսական ռազմաբազա եւ ամերիկյան ռազմաբազա։ Դա ենք անում, դրանից հետո արդեն թուլացող Ռուսաստանին ասում ենք «Դա սվիդանիա», «Դավայ դա սվիդանիա», ինքը ելնում գնում է, բայց եթե անգամ մնալ ինքը հարց չի կարողանում լուծի, որովհետեւ այդ ռազմաբազայում արդեն այսօր բան չկա մնացած, դա այնտեղ Թուրքիային զսպելու համար չի, որտեղ չի կարող, դա Հայաստանում զանազան խժդժություններ հրահարելու համար է, եւ ես այդ մտավախություն ունեմ, ու չեմ բացառում, որ չկարողանալով կատարել իր հիմնական գործառույթը, բայց ինքը կարող է այդ խժդժությունները բզբզել Հայաստանում։ Եվ Վլադիմիր Պուտինի առաջարկի հետ կապված ինչ կասեք ԵԱՏՄ թե ԵՄ հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։ Դա Պուտինի առաջարկը չի միայն, դա մեր սահմանադրական պահանջն է, որը հստակորեն ասում է Հայաստանի անդամակցությունը մի որևէ միջազգային կառույցի պիտի հանրաքվեի միջոցով որոշվի։ Քանի որ Հայաստանը դեռևս անգամ չի դիմել Եվրոմիությանը անդամակցելու, ուրեմն չկա գործընթաց։ Այս ամբողջը փոթորիկա մի բաժակ ջրում։ Այն որ ասում են Հայաստանը գնում է Եվրոմիություն, ինչ ուր է գնում Եվրոմիություն։ Նա ինձ ցույց տվեք այդ հայցադիմումը։ Եվրոմիության ներկայացուցիչ ասեց, մենք Հայաստանից որևէ հայց չենք ստացել։ Հիշեցնեմ ձեզ, որ Թուրքիան 1963 թվին ունի ստորագրած, այն ժամանակ անգամ Եվրոմիություն չէր, այնտեղ Պողպատի եւ Ածուխի եծև համագործակցության կազմակերպություններ այդ ոլորտում 63 թվին է դիմել 86-ին արդեն դա ստացել է տեխնացուի կարգավիճակ եւ 86-ից առ այսօր հաշվեք 14 տարին տեղ եւ 26-ը այստեղ 40 տարի ոչ մի շանսել չունի։ Ուրեմն ասեմ ձեզ, որ հստակ կլինի։ Ինչ ենք մենք Ամերիկայի հետ հարաբերությունները զարգացնում։ Հայաստանը առաջին 20-ից 30 տարում Եվրոմիություն անդամ դառնալու որևէ հնարավորություն չունի։ Ուղղակի շանս չունի։ Իսկ Հայաստանը պիտի 20-30 տարի դեռևս գոյատևի տնտեսապես, քաղաքականապես, ռազմականապես։ Դրա համար նորից եմ կրկնում, միակ երկիրը, որը ունի դրա կարողությունը, բայց արդյոք ունի քաղաքական կամ թե չունի, եթե արդեն վիճելիա, քննարկելիա ջանք պետք է գործադրես, որևէ մեկը այնտեղ չի գալու ձեզ, ոնց որ ասած, պաշտպանի, դա է, այսինքն պետքա երկկողմ հողի վրա, այսինքն Միացյալ Նահանգների հետ փորձել այդ խնդիրները լուծել։ Իսկ Եվրոպայի դեռևս մենք պիտի հասնենք այդ չափորոշիչներով նվալեն։ Այստեղ շատ կարևոր հանգամանք է Եվրոմիությունում, գիտեք, որոշումները կայացվում են կոնսենսուսով։ Իսկ այնտեղ հաստատ մի երկուսը վետո կդնեն ամեն ինչից բացի,
եւ մյուս կողմից էլ մենք դեռ անգամ այդ կոպենհագենյան պահանջները չենք կարող, ընդհակառակը մենք գնալով ավելի ենք հեռանում բանը։ Այսօր օրինակ մի բլոգերի են բերման ենթարկի այն պատճառաբանությամբ, որ նա ատելության խոսք է տարածում, որտեղ բացահայտել է ինչ որ մեկի կողմից Հայաստանին ուղարկած օգնության թափելը, չգիտեմ, հետքերը կորցնելը եւ այլն։ Բան նման բանով բերով ոնց եք մտնում Եվրոմիություն։ Շատերին թվում է, որ այս Եվրոմիությունը դիմեցի կմտան, բայց սորն է, մենք անգամ չենք դիմել։ Պուտինը այս ամբողջը օգտագործում է, իրենց լեզվով ասած, նակալայից ստրասի, որպիսի երբ որ մտքին ելնի Հայաստանի գլխին տալու, մասնավորապես գազը կտրելու, գազը թանկացնելու, բարոյապես լավ է երևա, ասենք, իր ժողովրդի աչքին գոնի, ասի այ մենք չենք մեղավորը, ինքը ասեց, չէ, Ուկրաինան էլ էր ուզում սենց գնալ, շարակցի Հայաստանի վրա, թե չէ Հայաստանը ոչ մի տեղ էլ չի գնում, Հայաստանը գնում է Թուրքիայի տակ միայն, ինչ Եվրոմիության մասին է խոսքը։ Շնորհակալություն, պարոն Պապյան, հարցազրույցի համար։ Խնդրեմ։